Եթե գոհացնես Աստծուն, կարժանանաս նրա հաճությանը։ Եթե կարողանաս գոհացնես Աստծուն, կարժանանաս նրա հաճությանը։ Այս նախադասությունը ինձ ստիպում է հետևից առաջ նորից գնալ։ Ուշադիր նայեք։ Եթե հաճեցնես, թե գոհացնես Աստծուն, կարժանանաս նրա հաճությանը։ Հիմա ես մտածում եմ, ես ինչպես կարող եմ արժանանալ նրա հաճությանն, ասում են, եթե գոհացնես, հարցը իմ մոտ առաջացնում, ոնց գոհացնեմ Աստծուն։ Այս մասին ենք խոսալու, ոնց հաջորդ տարի ապրեմ, հաջորդ տարի ինչեր անեմ կամ ինչպես ծառայեմ, որ գոհացնեմ նրան, որի արդյունքում արժանանամ նրա հաճությանը, այո, մինչ կանցնենք պատգամի ավելի խորքային մասերը, ուզում եմ ասեմ, տոնական օրերը մեծ եռուզեռ են բերում մարդու կյանքում։ Տան մեջ ես պատրաստվում, մարդիկ պիտի գան, տունն ես լվանում, տունն ես մաքրում, լավ նոր տարիներ կա, տունն ենք լվանում, ալելույա, տունն ենք մաքրում, մարդիկ պիտի գան, դու պիտի գնաս ինչ-որ մեկի տուն, նվերներ եւ այլն, սնունդ առնել, պատրաստել, շատ լուրջ խառնաշփոթություն է ինքը, բոլորդ էլ դրա մեջ եք գիտեք, բայց այստեղ մի հատ վտանգավոր բան կա, որ այս խառնաշփոթությունը մի հատ ամբողջ ամիս է ձգվում, մի օր երկու օր չի ձգվում։ Ստեղ գնացինք, նույն բամբանյարկեն առանք տարանք դրանց, իրանք այդ բամբանյարկեն առան տարան նրանց, նրանք այդ բամբանյարկեն հետ բերին քեզ։ Ալելույա։ Ու այս մի ամիսը այսենց օրն ենք ընկնում, մի խոսքով ահագին դժվարություններ եւ այլն, եւ չենք նկատում, որ այս խառնաշփոթության մեջ կորցնում ենք նրա ներկայությունը։ Կորցնում ենք նրա հետ ժամը, մենք ավելի շատ լինում ենք առևտրի տեղերում, մենք ավելի շատ լինում ենք զբաղված այս ամեն ինչը անելով, սրան նրան գոհացնելով, քան այդ ժամերի մեջ ասում ենք, բոլորը իրենց տեղերում կարդալու ժամը, աղոթքի ժամը, Տիրոջս ծառայելու, Աստծուն երկրպագելու ժամը չեմ տա ոչ մեկին։ Լսեք, չհամարեք ինձ անդաստիրակ անձնավորություն եւ ոչ էլ անկուլտուրական, բայց ոչ մի մարդ արժան չէ, որ փառքը, պատիվը, ջանքը, քրտինքը նրան տաս, այդ բոլորը դուր Աստծուն։ Նա կգնահատի քեզ։ Եթե գոհացնես Աստծուն, կարժանանաս նրա հաճությանը, սա շատ լուրջ statement է, թեզիս կարելի ասել, որի մեջ մի կարևոր բան կա, 3 կարևոր բան այս մի նախադասության մեջ, որ հիմա պիտի տեղադրենք գոհանալը բառի փոխարեն, ոնց ապրեմ, որ իմ կյանքից վերջապես քանդվեն երկաթե վարակույրները։ Մարդիկ կան, որ ինքը զգում են, որ իրանք կյանքում գտնվում են երկաթե վարակույրների ետևում։ Չի բացվում այդ օրհնությունը իրանց համար եւ վերջ։ Չի գալիս, կա տենց մարդ, չի գալիս, չի մտնում այդ օրհնությունը իր կյանքի մեջ, աղոթքի պատասխանը չի գալիս, ինչ-որ մի բան չի փոխվում։ Նկատել եք, որքան մարդիկ իրար կենաց են խմում, դրանից մեկը քո կյանքը չի թեթևանում։ Որ կենացդ են խմում, կամ աշխարհին խաղաղություն, դրանից աշխարհը չի խաղաղվում, նկատել եք։ Աշխարհին խաղաղություն հաջորդ տարի բոմբը տրակում է։ Անցյալ տարի նոր տարում բոլորը իրան ասացին աշխարհին խաղաղություն, հենց տարին բացվեց, հրդեհների մեջ կորավ Ամերիկան, հաջորդ ամիսը սկսվեց Իսրայել եւ Գազա-Պարսկաստան պատերազմը։ Հիշում եք։ Այսինքն այդ խոսքերը առողջ չլես եւ այլը, դրանք չէ որ իրականանալու են։ Իրականանալու է մի կարևոր բան՝ հնազանդվել Աստծուն, խոնարհվել Տիրոջը եւ հավատալ Աստծո խոսքին, անել արդարության գործեր, եւ սա կլինի հետեւյալը. սրանով կգոհացնես Աստծուն, ու եթե գոհացնես, նրա հաճությանն ես արժանանալու։ Հաճություն այսինքն ինչ, այն ինչ որ խնդրել ես, նա տալու է քեզ, որ այդ հաճույքը ապրես դու։ Ամեն, փառք Տիրոջը։ Հիմա ուզում եմ հիշեցնեմ ձեզ մի երկու Աստծո մարդու, մի երկու կամ 3, կուզես 15-ը հիշեցնեմ։ Նոյ, Մովսես, Աբրահամ, Հռութ, Եստեր, սրանք աստվածաշնչյան այն կերպարներն էին, այն կերպարներն էին, որոնք արդարության, հնազանդության եւ հավատքի միջոցով արժանացան Տիրոջ գոհության հաճությանը, արժանացան, արեցին այս բաները, որոնք գոհացրեցին Աստծուն, գոհացրեցին։ Անուններն եմ տալի՝ Աբրահամ, Մովսես, Դավիթ, Հռութ, Եստեր, Սրանք արեցին արդարության, հնազանդության եւ հավատքի գործեր եւ սրանց միջոցով գոհացրեցին Աստծուն եւ արժանացան Տիրոջ հաճությանը, արժանացան։ Այս 3 բանը չկորցնես հանկարծ։ Ուզում եմ մի հատ կարևոր բան նայես։ Նա ով այս տարի տպավորեց Աստծուն, ես ավարտվող տարու համար եմ գրել։ Նա որ այս տարի տպավորեց Աստծուն, արժանացավ նրա հաճությանը, որ չտպավորեց,
ապա քեզ մի բան եմ ուզում ասեմ։ Եկեք այսօր խոսենք այն մասին, ինչպես տպավորես հաջորդ տարի նրան, որ արժանանաս նրա հաճությանը։ Ամեն։ Քանի մարդ է ուզում, որ Աստված պատասխանի իր աղոթքին։ Բոլորդ եք ուզում, որ Տերը այդ երկաթե վարակույրները հալի, այդ պատերը քանդի եւ այդ ամրոցների ետևից դուրս բերի ձեր օրհնությունները ձեր եւ ձեր երեխաների համար։ Այո, բայց դա հենց այնպես չի լինում։ Եթե քեզ մեկն ասել է, ուղղակի եթե դու հավատաս Աստծուն կամ ուղղակի մի մեծ բան անես, գաս ուղղակի եկեղեցի նստես, դա բավական է որ գոհացնես նրան, այդպես բան չկա։ Աստծուն պետք է գոհացնել արդարության, հնազանդության եւ հավատքի միջոցով։ Եկ ինձ հետ միասին սա կրկնես. արդարության, հնազանդության, հավատքի միջոցով։ Արդարության, մի հատ էլ ասենք երևի կտպվի արդեն։ Այնտեղ վերջում, ալելույա, դուք լավ եք, արդարության, հնազանդության եւ հավատքի միջոցով, եթե սա չես կարող հիշել գրի միտեղ, սա 3 բաներ է, որ քեզ անպայման կկանգնեցնեն Աստծո հաճության առաջ եւ դու կվայելես այն բաները, որոնց տարիներ շարունակ աչքդ դրել ես, սպասել ես, արդարություն, հնազանդություն, խոնարհությունն է դա եւ հավատք։ Այո։ Ուզում եմ հարցնեմ, ինչպիսին էր անցնող տարին ձեզ համար։ Միգուցե որոշների համար շատ լավ տարի էր, որոշների համար շատ վատ տարի էր։ Միգուցե անցնող այս տարին 2025-ը որոշների դասատուն եղավ, որոշների ուսուցիչը եղավ, որոշները պարտություն ունեցան այս տարի, որոշները հաղթանակ ունեցան։ Հիմա ինչպիսին է եղել տարին, դու կարիք ունես անալիզ անելու։ Եթե այն ավարտել ես պարտությամբ, ապա պիտի այսօր այստեղ ուշադիր լսես, ինչ անեմ, որ գոհացնեմ Աստծուն, որի շնորհիվ էլ կարժանանամ նրա հաճությանը։ Այո։ Գիտեք, մինչ հաջորդ տարվա համար երազանքներ, դա այդպես չէ, նոր տարվա գիշերը ասենց ասել են, դա կախարդական գիշեր է, դուք ինչ որ խնդրեք, էդի կտրվի բան, դու էլ հավատացել ես, խնդրել ես ու չի տրվել։ Կա տենց բան։ Բոլորին է տրվել է, դե եթե տրվել է, ես որ իջնեմ ներքև կխնդրեմ, որ մի հատ ձեռքերը դնեք ձերին վրա, աղոթեք ինձ համար։ Հալելույա։ Ասենց բաները չի աշխատում։ Սենց դատարկ խոսքերը չեն աշխատում։ Նոր տարվա գիշերը դա կախարդական գիշեր չէ, դա ուղղակի դեկտեմբերի 31-ի գիշերն է, որ հետո մի քանի րոպե հետո դառնում է հունվարի 1-ը։ Ես ուզում եմ, որ մենք մանկական բաների, այդ կախարդական գիշեր է, այդ գիշեր ինչ խնդրես, հրեշտակները կտան։ Ու նայում եմ ասում, քանի տարեկան ես, ասում եմ մոտավորապես 70։ Ալելույա։ Մոտավորապես մարդը 70-ը, ալելույա։ Հələ հավատում է կախարդական գիշերը, հրեշտակները կգան, ու տենց էլ չեն գալիս։ Այն օրը քեզ համար կլինի կախարդական գիշեր, որ սովորես այս 3 բանը՝ արդարություն, հնազանդություն, խոնարհություն եւ հավատք, այս նրանք քո գիշերերը կդարձնեն կախարդական։ Այո, շատ լավ։ Որն է այստեղ եւ որն է այսօրվա ուղերձի կարևոր մասը, որ ուզում եմ քեզ ասեմ։ Եկ մինչև 2026-ին բաժակներ կբարձրացնեք, կամ դու կմտնես սենյակ, ասես, ուզում եմ մյուս տարի այսպես լի, էսի նվաճեմ, էսի ունենանք, էսի եւ այլն։ Եկ 26 թվականը չմտած թույլ տուր մի բան սովորեցնեմ քեզ, քո ավակ քրոջ իրավունքով թույլ կտակ։ Քանի մարդ թույլ կտա։ Բոլորդ եք թույլ տալի, ուրեմն անցագործի։ 26 թվականը չսկսած եւ տարին չավարտված, մի օր 30 րոպե, շատ չեմ ասում, 30 րոպե փակիր ներքի սենյակի դուռը, մտիր Տիրոջ ներկայության մեջ, իջիր ծնկներիդ վրա եւ ասա. ցույց տուր ինձ, որտեղ այս տարի սխալվեցի, որ ձախողություններ եղան իմ կյանքում, եւ օգնիր, որ հասկանամ, որն էր ձախողվելուս պատճառը, դրանք լիկվիդացնեմ քո օգնության Տեր, որ 26 թվականին արժանանամ քո հաճությանը։ Օգնիր ինձ Տեր, հասկանամ որտեղ եմ սխալվել, օգնիր դրանք լիկվիդացնեմ Տեր, եւ 26 թվականին ինձ ուժ տուր նույն սխալը չկատարել։ Ամեն տարի այսօրը ես եկեղեցում մի բան եմ ասում, այսօր էլ եմ ասելու, եթե հաջորդ տարի անես նույն բաները, ինչ որ արեցիր այս տարի, ռեզուլտատը լինելու է նույնը,
ինչպես անցյալ տարի։ Կարող է մի բան փոխվի, ոչ մի դեպքում։ Եթե ամեն ինչ արել ես այս տարի ու չի տվել ռեզուլտատ, նույն բանը անես հաջորդ տարի, նույն ձևի ռեզուլտատ ես ունենալու։ Ոչ մի բան ոչ ավել, ոչ մի բան ոչ պակաս, ոչ մի բան ոչ փոխված, հասկացաք, կախարդական գիշերը գնաց։ Հրեշտակներն եկան նոր տարուն, հալելույա, գնաց, մնաց իրականությունը։ Նայիր որտեղ ես սայթաքել, նայիր ով է քեզ ասել, այս ինչը սխալ ես արել, այն ինչը սխալ ես ասել, նայիր որտեղից այս տարի բախումները ծագեցին, որտեղ անկումներ ունեցար առողջության մեջ, ֆինանսների մեջ, հարաբերությունների հարցում, ում կորցրեցիր այս տարի, հա, գիտեք մենք ասում ենք, լավ, այս ինչը գնաց մեր կյանքից, աման իր աներիքը ավարտել էր գնաց եւ այլն, մի հատ խոսք ենք գտնում ասում ենք, բայց կարար չլիներ այդպես, բայց եթե դա հեռացավ քո կյանքից, մասնաբաժին նաև դու ունես, չէ, այո, մասնաբաժին նաև մենք ունենք, դրա համար գտիր պատճառը, լիկվիդացնու պատճառը, որ 2026-ին դու չասես, ոնց որ անցյալ տարի էր, ընեցել ես տարի է, ոնց որ նախանցյալ տարի էր, ընեցել ես տարի է, որպեսզի լինի ռեզուլտատ, փոխիր ինչ-որ մի բան քո մեջ, այո, գիտեք ռուսերենում մի հատ արտահայտություն կա, ասացված կա, աստեղ գիտեմ, որ էդի դժվար կհասկանաք, ես հայերեն եմ, գիտեք ասմա, մի արան նույն սխալներն ամեն տարի, որ ոտըդ չդնես նույն փոցխի վրա, հա, նույն փոցխի վրա, գրաբլի, ռուսերեն գրաբլի բառն է, հայերեն փոցխը, եկ ավելի լավ հասկանալ համար մի հատ նկար նայենք, նայ, ասմա փորձիր գտնել, որոնք են եղել քո հաջողությունների եւ անհաջողությունների պատճառները, որպեսզի հաջորդ տարի նույն փոցխի վրա ոտքդ չդնես։ Փոցխը տեսեք ինչ է։ Տեսնում եք ինչ է։ Որովհետեւ որ դնես ինչ կլինի։ Տես ինչ կլինի հաջորդ նկարը նայի։ Ասելու ես բարև փոցխ, ես կարոտել էի քեզ։ Հասկացանք։ Էս է իրականությունը։ Ինչ նոր տարվա գիշերը կախարդականը։ Ինչ կախարդական նոր տարվա գիշեր։ Սա է իրականությունը։ Գտիր որտեղ է սխալվել, որտեղ է արել այնց, որ ոտդ անդադ այդ փոցխին կպե, որ հաջորդ տարի նույն փոցխի վրա ոտդ չհակնի, որ չասես, բարև փոցխ, քեզ կարոտել էի։ Պարզա, սա եմ ուզում ես ասեմ։ Դու որքան էլ փորձես համոզել Աստծուն, որ նա շարժվի քո ցանկությունների համաձայն, չկա տենց բան, դու կշարժվես նրա ցանկությունների համաձայն։ Այո, չի կարելի Աստծուն համաձայնացնել մեր իրավիճակի հետ, մենք պիտի համաձայնվենք նրա պահանջած իրավիճակներին, այո, օրինաց գրքում մի հատ համար է գրված, մի քանի լավ համարներ եմ բերել, գրված է, և հիշիր այն բոլոր ճանապարհդ, դե արի հիշենք, դե արի հիշի, 2025-ին ինչ ճանապարհներով ես անցել, ուր ես մտել, ուր ես հելել, ում հետ ես գնացել, ում հետ ես եկել, ինչ ես արել, ինչ պիտի անեիր, որ չես արել, ասում եմ հիշիր ճանապարհներդ։ Դավայ հիշի ասում, հիշիր քո ճանապարհները, որ քո Եհով Աստվածը այս 40 տարումը քեզ մանացեց անապատի մեջ, որ քեզ ինչ անի խոնարհացնի, քեզ փորձի եւ սիրտիդ միջինը իմանալու համար, այսինքն ասում եմ, այս բոլոր ճանապարհները ձախողումներով անցա, մի հատ հիշի ասում եմ, այդ ոնց ես անցել, ասում եմ մի պատճառով, որ Աստված քեզի հնազանդեցնել սովորեցնի եւ քո սիրտդ քո առաջ բացի ասի, ճանաչիր ինքդ քեզ։ Հա? Եվ ասում ես ամեն ինչը, որ սիրտդ իմանաս, թե արդյոք նրա պատվիրանքները կպահես, թե ոչ, հիշիր ճանապարհը, հրեաները թափառում էին անապատով, նա նրանց 40 տարի, լսեք, Աստված չի շտապում, Աստված հզոր համբերության տերևեկն է, 40 տարի հրեաները մնացին անապատում, 40 տարվա մեջ գիտեք ինչքան մարդ մահացավ, քանի այդ սերունդը մաքրվեց եւ գնաց եւ այլն, բայց Աստված չասեց, վայ մեռնում են մեկը մեկի հետևից, էս ինչ վատ բան է, դե լավ է, լավ ոչինչ մեղք են իմ ժողովուրդն տանեմ, չկա տենց բան, նա 40 տարի համբերատար սպասեց, այդ տրտնջացող սերունդը մեռավ, նախ տրտնջացող սերունդը մեռավ, հետո մեկ ուրիշ սերունդ, Հեսուի եւ Քաղեբի սերունդը տարավ Քանանի երկիր, բայց այդ ընթացքում Աստված սովորեցրեց իր ժողովրդին, նայեք, որպեսզի հասնեք Քանան, կաթումեղր բխող ձեր օրհնությունների երկիրը, ես ձեզանից մի քանի բան եմ պահանջում, արդարություն,
խոնարհություն եւ հավատք։ Սրանց միջոցով դուք կարող եք դուրս գալ անապատից։ Նոր տարվա գիշերը հրեշտակներն են այցելում, կախարդական գիշերը կորավսա։ Ես հույս ունեմ, որ այսօր այստեղ եմ եկել պատրաստված պատգամը տալու հասուն մարդկանց, որովհետև այստեղ չկա որևէ մեկը երեխայական տարիքի մեջ, լավ, հասուն մարդկանց։ Հասկացանք, որ սրտերը բացահայտելու համար էր այս ամեն ինչը, դու հարցնում ես քեզ, դու հարցնում ես քո շրջապատի մարդկանց, դու հարցնում ես Աստծուն, նայենք հաջորդ նկարը, ինչու եմ ես ստիպված քայլում այս անապատով, ինչու Տեր, ինչու է իմ կյանքը վերածված սենց ճաքճքած, չոր, անջուր, ինչու ես իմ կյանքում այդ քաղցր ջուրը տենալու փոխարեն աղի արցունքներ եմ թափում, դա հարցնում ես Աստծուն, դա հարցնում ես ինքդ քեզ, դա հարցնում ես շրջապատի մարդկանց, գիտեք խնդիրը որն է, մի հարցրու, գտիր փոցխը, որտեղ է եղել, գտիր, որտեղ է եղել պրոբլեմը, քո պրոբլեմի անունը փոցխը, որ քերում է, որ ցավացնում է քեզ, ինչու եմ ես ստիպված այս վայրի անապատով մանգալու Տեր, ինչու։ Ես այսօր այստեղ եմ եկել այս պատգամը բերելու, որպեսզի 2026-ը, որը նախաշեմին է, արդեն կանգնած ենք մենք, այլևս սարերի ետևում չէ, ճիշտ մուտք անես այնտեղ, ճիշտ մուտք։ Քեզ պետք չի, որ այստեղ երգեինք, պարային համույթ բերեինք, ծափահարեինք, ասեինք, ինչ կազմակերպել էին, պարի հետևից, երգն ու դուդուկն ու զուռնան իրար հետևից, դու զուռնայի կարիք չունես, դու պարային համույթի կարիք չունես, դու ստեղ որևէ շոու տեսնելու կարիք չունես, դու կարիք ունես լսելու քո հարցերի պատասխանները Տիրոջից, որոնք կփոխեն քո կյանքը, ամեն, այո, Սա այս անապատը, այս ամեն ինչը իրականում մեր կյանքում դժվարություններ կրելու չպարզված պատճառ է, բայց իմ խնդիրն է, որ այս շաբաթ մինչև նոր շաբաթը որ կգա, մինչ նոր տարին կգա, սա պարզես, դու կարող ես ասել, ես ուզում եմ պարզեմ, բայց չգիտեմ ոնց, չկա տենց բան, քեզանից և ինձանից լավ ոչ մեկ չգիտի, ինչու է մեր ոտքը ժամանակ առ ժամանակ փոցխի վրա հանդիպում, ասաց ձեզ թողեցի անապատում, փորձելու ձեզ, որ դուք ձեր սրտերը ճանաչեք, փորձությունները մեր կյանքում գալիս են, մենք ինքներս մեզ ճանաչելու համար, այո, լսեք, նա մարդուն կպահի անապատում այնքան, մինչև դու իր հետ համաձայնության գաս, ինքը քեզ այդքան կպահի անապատում, չի շտապելու, դու գոռաս, ճվաս, ինքը չի լսելու քեզի, նա անապատում կպահի քեզ այնքան, ես անապատներով անցած մարդ եմ, թույլ տուր խոսի քեզ հետ այն մարդը, ով անցել է անապատները մի քանի անգամ, նա չի գա քո հետ համաձայնության, ինչքան էլ դու գոռաս, որքան էլ դու բացատրես, սա էր մեղավոր, նա էր մեղավոր եւ այլ, չի գալու քո հետ Հիսուսը համաձայնության, մինչև չասես, ես գտա, որ ես եմ սխալը, ես գտա, որ իմ մեջ է պրոբլեմը, որը որ դու դա ասես, որը որ դու գտնես, որ քո մեջ է եղել այդ պրոբլեմը, որը որ խոստանաս նրան, որ դա կլիկվիդացնես քո կյանքից, փոցխը կհեռանա քո կյանքից, ամեն, դուր Աստծուն բարձր ծափարություն։ Աստված նախատեսել էր ժողովրդին տանել 40 օրում, բայց նրանք ստիպեցին Աստծուն տանել նրան 40 տարում։ Աստված որոշել էր ժողովրդին, նայեք քարտեզը կտեսնեք, Եգիպտոսի կետից, որտեղ դուրս էին եկել իրանք, ընդամենը 40 օրում պիտի մտնեին Քանան, բայց 40 օրվա ճանապարհը նա սարքեց 40 տարի, մինչև այդտեղից իր ուզած մարդիկ դուրս անեց։ Մի սպասացնել դու Աստծուն, դա թանկ է քեզ համար, դա թանկ կլինի քեզ համար, մի սպասացնել դու Աստծուն, կա մարդ, որ հասկանում է ինձ, հալելույա, փառք Տիրոջը։ Աստված ուզում է, որպեսզի մենք լինենք ազնիվ և ինքնակննադատ ինքներս մեզ հետ։ Գիտեք, Դավիթը մի հատ լավ բառ ասեց,
ասաց որ սրտիս եղածը քեզ չպատմեմ, բա ինչ անեմ, ասաց որովհետև դու սրտեր քննող Աստված ես, այդ որ չպատմեմ, չխոստովանեմ, չասեմ այո ես էի սխալը, կամ այո իմ մեջ էր մեղքը, կամ իմ մեջ է խնդրեմը, մեկը ինչ օգուտ ասում է, դու սրտեր քննող Աստված ես, դու գիտես դա ոնց է, լավ է խոստովանեմ, ամեն, եթե պահեմ իմ սրտիս մեջ, ասելիքս ու քո առաջ դաժե չբացվեմ, ինչ օգուտ, չէ որ դու սրտեր քննող Աստված ես, ուրեմն մաքսիմալ ազնիվ եղիր քո հոր հետ։ Հիսուսը քո պապան է։ Հիսուսը քո պապան է։ Չի պատրաստվում Աստված քեզից ծեծի, մի վախեցի։ Աստված պատրաստվում է քեզանից հրաշալի աղջիկ, հրաշալի տղա ստանա։ Աստված ուզում է քեզանից ստանա այն տիպի մեկը, որ նրա քայլող բարձանքը լինես։ Ամեն։ Նա չի պատրաստվում քեզ խփի։ Նա չի պատրաստվում քեզ ցավացնի։ Նա չի պատրաստվում քո ձեռքից ոչինչ վերցնի։ Նա ուղղակի ուզում է ասի. «Հին ուխտը քեզ օրինակ։ Քեզ օրինակ։ Հասկացի ինչ անես»։ Ամեն։ Մեկ համար էլ տեսնենք։ Չգիտեմ ինչու այսօր անընդհատ եղել են ամեն ինչի երկուսը համարների մեջ։ Եսայի 66-ի 2-ը ասում է. «Արդ ամենը, նայեք, Աստված է ասում, ուշադիր, այդ ամենը, ինչ որ ասում է կատարվավ ձեզ հետ, քո հետ, Իսրայել, դու որ հիմա ստեղ ես, ասում է այդ ամենը ես եմ արել»։ Վայ, Տերն է արել, բա դու Աստծուն ես պատկանում, սատանայից ես սպասում։ Ես զարմանում եմ հավատացյալների վրա, աղոթում են Աստծուն, սատանայից սպասում պատասխան։ Ասում աղոթեցինք եւ սատանան էսպես արել, սատանան չարեց, ասում այդ իմ ձեռքը արեց։ Վայ ոնց, այդ ամենը իմ ձեռքն է արել։ Եվ եղավ այդ ամենը, ասում է Տերը, ես եմ սրան եւ ես սրան եմ մտիկ տալիս, այս մեկին, այս տեսակ մարդուն եմ մտիկ տալիս, խոնարին, կոտրված հոգի ունեցողին եւ իմ խոսքից դողացողին։ Ուրեմն ես ճիշտ էի, թե կարողանաս գոհացնել Աստծուն կարժանանաս նրա հաճությանը նշանակում է գոհացնելը իր մեջ այս ֆորման ունի, թե արդարությամբ, խոնարհությամբ, հնազանդությամբ եւ հավատքով գործես կարժանանաս նրա հաճությանը։ Ասում այդ ամենը ես եմ արել, իմ ձեռքն է, ես եմ քեզ անցկացրել անապատով, ես ինչպես հրյաներին այնպես էլ քեզ եմ անցկացրել, մեկ նպատակով, որ բացեմ քո սիրտը քեզ եւ քեզ սովորեցնեմ լսել, խոնարհվել եւ հնազանդվել Աստծուն, որը տանում է քեզ բարիքների աշխարհ։ Ամեն։ Շատ լավ։ Գիտեք, մարդկա օրինակ շատ լսում եմ, ես ուղղակի չեմ կարող հասկանալ այն հավատացյալին, որ հավատում է աչքին։ Մի հատ հարևան ունենք մենք, պատմում է, աման Աստվածչանի առավոտ դու դրա դեմքը տեսնես, այդ օրը սաղ գործերդ կծախողվի։ Դու կարծում ես այդ տոտան, որ ձեր հարևանն է, դրանից է կախված քո հաջողությունը, տես որքան մանկական ենք մնացել, տես ինչքան, վայ դրա աչքը չկպնի մեկին, կոնոչի գնաս կչորանա։ Ես չգիտեմ, ես բացում եմ մեր դուրը, լիքը հարևան եմ տեսնում, մի անգամ չի եղել մի հատ հարևանի տեսնելուց ես գնամ չորանամ միտեղ։ Գնամ կանաչեր, ասենք, գնում էի մի բան առնելու, ասացին, այդ պրոդուկտը էլ էստեղ չի արտադրվելու կյանքում, ասաց, հարևանի աշկից էր այն մարդ, հիմա ձու էինք ուզում առնեինք, դրան տեսանք են ձուն էլ պրիլավկեքից հավաքեցին տարան, չկա տենց բան, հարևանի աշկ, բա մենք բարեկամ ունենք, այդ կնիկը, բա մեր խնամին, վատը չի, բայց շատ նախանձոտ բան ունի մեջը, շատ, մենք իրան ոչ մի բան չենք պատմում, դրա աշկը չկպնի մեկին, սենց ես ապրում։ Գիտես ինչ ես արել, ապշացրել ես Աստծուն, ապշացրել ես Տիրոջը, քրիստոնյան, որը հավատում է սրա նրա աչքին, ես պետք է ասեմ, ես ստիպված եմ ասելու, դու մնացել ես հոգևոր մանուկ, հələ շատ ճանապարհ ունես մեծանալու։ Ուզում եմ բոլորդ սենց անեք աչքով, այսքան ինձ վրա չի ազդի, որովհետև ես փակ եմ նման սնոտի բաներից, ես մի բան գիտեմ, իմ կյանքը նրա ձեռքերի մեջ է։ Ես մի բան գիտեմ, որ իմ կյանքը թաքնված է, ինչպես Պողոսացիների թղթում Պողոսն ասաց անօրքով։ Ես միշտ ասում եմ, անօրքով նշանակում է կյանքս ծածկված է նրա ծոցագրպանում։
Որ ձեռքը կարող է Աստծո ծոցագրպանից բան հանել, ոչ մի ձեռք։ Եթե Աստված անձամբ իր ձեռքով ծոցագրպանից չշպրտի, հա? Որ ձեռքը կարող է ինչ-որ մեկը հիմա մտնել քո ծոցագրպանը, ընկեր, էս ի՞նչ մարշրուտ ես եկալ է։ Կասես, չէ, էս ի՞նչ մարշրուտ ես եկալ ես, ուր ես այդում ձեռքը կկոտրես, չես թողի որ մտնի, որովհետև բախի մտնի որ, հա? Այնպես է քո կյանքը թաքնված է Աստծո մեջ։ Քո կյանքը անոր քով է թաքնված, ասում էր Պողոսը, նրա ծոցագրպանում ես դու, ինչա նշանակում հարևանը, բարեկամը, մեր խնամին, կեղտոտկանի կերայմար դրա աշկից մարդատրակում։ Սա հոգևոր խայտարակ տգեղ վիճակ է։ Հիմա այս անձնավորությունը պետք է լուրջ աշխատանք տանի իր վրա, որ հասնի մանկության այս վիճակից դուրս գա, հասնի հասունության լեվելին։ Համաձայն եք ինձ հետ։ Գիտեք, այս երկրում, հատկապես այս երկրում, ինչ որ մեկի հակացից կամ մեկի կերածից գայթակղվում եք, դուք ամեն ինչ ունեք։ Դուք ամեն ինչ ունեք։ Այսօր իմ քույրիկիս հետ է առավոտյան խոսում, ասում նոր տարվա առևտուրի էին գնացել եւ մի տատիկ տեսա Հայաստանում շատ խիստ ձուն է եկել, առատ ձուն է եկել, ասում մի ծեր տատիկի տեսա փողոցում կանգնած, այն ինչ եք ասում որ քշում է, որ ահա դա ձերքը ասում ձունը գլխին ինչպես մայթերում էր նստել, այդպես իր գլխին էր նստել ձունը, ձերքերը դողացող կորկին կանգնած էր դրսում գումար էր հավաքում, սա անեցք է։ Սա մեծ անեցք է, Տերը մեզ սենց բաներից ազատել, ուր են դրա որդիները, կամ որտեղ են չգիտեմ, բայց նայեք, սենց կյանքով են մարդիկ ապրում։ Մենք պետք է հասկանանք, որ պետք է այսօր շատ բաներ շտկենք սրան չարժանանալու համար, որովհետև ամեն մարդ վերջ ունի, և մենք պետք է խիստ մտածենք վերջի մասին, լավ, կարևոր չի ինչպես է եղել քո սկիզբը, կարևորը ուշադրություն դարձրու վերջդ բարին լինի, այո, դրա համար պետք է ապրել, հնազանդվելով Աստծուն, խոնարհվելով Տիրոջ առաջ, հավատքի գործեր անելով, որպեսզի արժանանանք նրա հաճությանը, մեծանալ կա, ծերանալ կա, և բոլորին մի ճանապարհ է սպասում, թող օրհնյալ լինի քո ճանապարհը, ամեն, թող օրհնյալ լինի քո ճանապարհը Տիրոջով, եկ նորից մի բան նայենք, Կորինթացիներից մի բան նայենք, Պողոս առաքյալն է ասում, նայեք ինչ ասում, և ես, եղբայրներ, ստեղ ուշադիր լսեք ինչ ասում, ասում տենց էլ չկարողացա, այսինքն Պողոսը, ստեղ մի տեսակ կարծես հանձնվում է, երեք ավելի խորն եմ նայել, ասում եմ, շատ եմ կարդացել ես համարը, բայց չէի նկատել, որ Պողոսը հանձնվել այստեղ, ասում եմ, և ես, եղբայրներ, տենց էլ չկարողացա ձեզ հետ խոսալ, ինչպես հոգևորների հետ, խոսացի ձեզ հետ, ասում եմ, իբր թե որպես մարմնավորների հետ, ինչպես մանուկների հետ Քրիստոսի մեջ կա մանուկներ, Քրիստոսի մեջ կա հասուն մարդիկ, դու ինքդ այս պատգամից հետո տես, դու հասուն ես, մանուկ ես, որն է մանկությունը, հələ մեկին մի բան չասած խռովեց, ինչա նշանակում քրիստոնյան խռովում է, ինչա նշանակում քրիստոնյան գայթակղվել է, ինչա նշանակում խռովեցի գնացի, խռովեցի էլ չեմ կա, խռովեց տան անդամներից, խռովեց հարևանից, խռովեց բարեկամի, գայթակղվավ սրանից գայթակղվա, սա ինչ է նշանակում, եղբայրներ, քույրեր ինչ է նշանակում, ասում ուզեցա ձեզ հետ մեծերի պես խոսալ, չկարողացա, վերջ, չեմ կարում, տարբերակ չի ասում, չեմ կարա ձեզ հետ խոսալ, որովհետև ասում դուք Քրիստոսում մանուկ եք մնացել, առաքյալ մարդ, ով միջին այսական ամբողջ քաղաքների հիմնադիրն է եղել առաքյալը, հանձնվել է մարդը, ասում ուզեցա խոսամ ձեզ հետ որպես հավատացյալ մարդկանց հետ, հասուն մարդկանց հետ, ասում ոնց է երեխեք ելեք Աստծո մեջ, երեխեք է մնացիք, էսի ում համար է գրված, մեր համար է գրված, և ես ուզում եմ ուսումնասիրեմ այս թուղթը ու նայեմ, եթե Աստված կամենար ինձ հետ խոսեր, այն խնդիրների համար, որոնք այս անցնող տարվա մեջ արել եմ, կարող եմ թույլ տալ նրան պարզ խոսել իմ հետ, կարող եմ նրան ասել, այո Տեր, ես էի մեղավոր, այո Տեր, այստեղ ես եմ սայթակե, այո և այլն, որովհետև եթե այդպես խոսամ, դու հասունացել ես, թույլ տուր Աստված քեզ հետ մեծի պես խոսի, լավ, մեծի պես, իմ հետ ես բարձր տոնով մի խոսացեք, ես նենց եմ գոյթակղվում,
Իմ հետ nice, շատ nice եղեք։ Բարձր ձայնով մի խոսացեք, նեղվում եմ դրանից։ Շատ nice եղեք իմ հետ եւ այլն։ Աստվածաշունչը հեչ կարդացել ես։ Անդե nice բաներ տեսել ես։ Ասենք օրինակ էս nice-ը, որ Հիսուսն ասեց, «Էй դուք իժերի ծնունդներ»։ Ինչ լավ nice բառը։ Պողոսն ասեց, «Էй դուք ծեփած գերեզմաններ»։ Շատ nice-ը։ Ժամանակն եկեք եղբայրներ եւ քույրեր, այս երեխայական բաներից դուրս գանք։ Այս ինձ ասեց, ես ասեցի, ինքը ասեց, ես նեղացա, ես իրան ասեցի, բայ մենք կանչեցինք, ինքը չեկա, ինքը կանչեց, մենք չգնացինք։ Գնա, դու գնա, դու այն անձնավորությունն ես, որ պիտի առաքես աշխարհին Քրիստոսի սերը, շնորհքը, ողորմությունը, կուլտուրան։ Գնա, դու արա առաջինը, այո, դու գնա ներողություն խնդրի, դու գնա առաջինը շնորհավորի, դու գնա իրա դուռը ծեծի եւ ասա, եկել եմ Հիսուսին հետս եմ բերե, Տերը օրհնիք է, սա է հասունությունը, այո, սա է իրական հասունությունը, պարզ է, ուզում եմ մի քանի բաներ իրար հետևից նայենք, շարունակենք, ասում եմ կաթ խմացրեցի ձեզ եւ ոչ թե կերակուր, որովհետեւ տակավին չէիք կարում, դե ստիպված եք ասում ձեզի կաթ տալու, տեսել եք եկա երեխա է, ես երեխա գիտեմ մինչեւ 7 տարեկան կաթի շիշը բերոնն է հլը, երեխա գիտեմ 6 ամսականից տոլմա է լպստում, օրինակ երբ իմ թորնիկ առաջի աղջիկը ծնվեց թորնիկս, ես 2.5 ամսականում իրան արդեն տերևով տոլմա եմ տվել, ճիշտ է երեխան վատ ավարտեց օրը, շատ վատ ավարտեց, ես ոչ մեկին չասեցի, հետո տարիներ անց ասեցի երեխան վատեր, որովհետև տոլմա էի տվել, բայց տոլմա ենք ուտում սվսվում էր երեխան, բերնից ջրերն էտում էր, մի հերս թաթախեցի տվեցի երեխուն, տեսա հավեսով ուտում է էլի թաթախեցի տվեցի, լավ պլոտնի երեխան 2.5 ամսականում տերևով տոլմա կերով։ Հիմա նայում եմ իրան ինքը 17 տարեկան է եւ ասում եմ զարմանում եմ ինչի քո հասակակից աղջիկների պես սենց այդպես չես ոնց որ տանկ ես ունի ասեմ կարող է այդ տոլմից էր ասում կաթ խուզեցիք ես կաթ տվեցի խմեցիք տոլմա ուզեի տոլմա կտա կաթ խմացրեցի ձեզի այլ ոչ թե կերակուր որովհետև տակավին չէիք կարող այլ հիմա էլ դեռ չեք կարում էլի չեք կարում, որովհետև տակավին մարմնավոր եք, վասնզի տակավին նախանց կռիվ բաժանումներ կա ձեզանում, չէ որ մարմնավոր եք և մարդկորեն եք վարվում, բայց ժամանակն է որ քրիստոնավայել մենք վարվենք, հոգևոր մարդի պես, տես քանի անգամ Պողոսն ասում է մարմնավոր, ասում է մանուկ, ասում է կաթուտողներ, ես գտնում եմ, որ այս նամակը բավականին ապտակ տվող նամակ է, որ Պողոսը տվեց Կորինթոսի եկեղեցուն, գնաց մարդը հիմնեց եկեղեցին, տարիներ հետո հետ վերադարձավ, տեսավ եկեղեցին նույն կաթուտողն է, կռիվներ, խռովություն, գայթակղություն, բամբասանք, բաժանումներ, ասած այս բաներ անում են մարմնավոր մարդիկ, մենք դուրս ենք եկել աշխարհից, ժողովուրդ, եւ պիտի մոռանանք այս բաները, բաց թող այս տարի, կռիվ, գայթակղություն, նեղացանք, վիրավորվանք, բաց թող, Քրիստոսի սիրով խնդրում եմ ամեն քրոջս եւ եղբորս, բաց թող մարդկանց, բաց թող վիրավորանքը, բաց թող այն ինչ որ սպասում էիր, որ քո համար պիտի անեին չեն արել, բաց թող դու գնա արա։ Դու ոչինչ չարեցիր Հիսուսի համար, նա արեց ամեն ինչ քո համար։ Ամեն բաց թող, Քրիստոսի սիրով խնդրում եմ, բաց թող, եթե ոչ, հաջորդ տարի նույն բանն ես կրկնելու ու հաջորդ տարի նույն լեվելի վրից մի սանտիմ չես բարձրանալու։ Սա մարմնավոր վիճակ է, սա մանկական վիճակ է, բայց Աստված ուզում է, ասում է, կաթ ուզեցիք, կաթ տվեցի, չէ, 2026-ից նրանք ասես, ինձ միստ ուտեր, ինձ հետ խոսա մեծի պես Տեր, ես կապացուցեմ քեզ Հիսուս, որ ես մեծացել եմ, ես այս մարմնավոր բաները, կռիվ, վեճ, խոսակցություն, սա հետին պլանում կթողեմ, ես կսովորեմ ներել մարդկանց, ես կսովորեմ սիրել մարդկանց, ես կսովորեմ նայել նրանց աչքերի մեջ եւ ով որ ինձ ցավացրել է, կգնամ ներքին սենյակ, կաղոթեմ նրանց համար։ Ես ոչ մեկի հետ չեմ վիճում, ես ոչ մեկին ոչինչ չեմ ուզում ապացուցեմ, եթե խնդիր է լինում, ես գնում եմ այդ անձնավորության համար, ուղիղ մեկ շաբաթ ինտենսիվ աղոթում եմ եւ նկատում եմ այդ անձնավորության մեջ շատ լուրջ բան փոխեց Տերը եւ ինքը մնում է եկեղեցում եւ իր կյանքը փոխվում է մենք մարդ ենք բոլորս էլ
կարող ենք թույլ տալ սխալներ, բայց հետո մի հատ պահագարի, որ հասկանում ես, ինչ ես արել, խոստովանում ես Աստծուն, որ կշտկես ու շտկում ես։ Ներեք բոլոր նրանց, ովքեր շտկել են իրենց կյանքերը ձեր նկատմամբ։ Այո, ներեք։ Իսկ ովքեր չեն շտկել, դուք ներեք։ Եթե այս հարցը բարձրանում է այսօր այստեղից, նշանակում է բարձրացնողը դեռ պիտի սովորի ներել։ Որովհետև երբ որ ներում ես, դու էլ կռիվ չես տալի չանողի հետ։ Որովհետև ներող մարդը բարձր դիրքում է կանգնած։ Իսկ բարձր դիրքից խնդիրները փոքր են երևում։ Ամեն։ Այո։ Հեչ մեկը բարձրահարկ շենքի վրա կանգնել է։ Բարձրահարկ շենքի վրա կանգնել է, այո։ Դու տեսել ես շենքից, որ ներքև նայում ես, ամեն ինչ ինչքան փոքր է երևում։ Բարձացիր Աստծո մեջ, բարձացիր ուրիշ լեվելի վրա, բարձացիր մանկությունից դեպի հոգևորություն, որ կարողանաս սովորել, ներել մարդկանց, սիրել մարդկանց, դա պետք է քեզ, դա խաղաղություն կբերի քո մեջ, դա խաղաղություն կբերի քո մեջ, լսում ես, դա առաջինը քեզ է պետք, դու կբժշկվես ներելուց, ոչինչ որ ինքը չի ուզում ներված լինի կամ ների քեզ, կարևորը քո սիրտը նրա առաջ ճիշտ լինի, Տիրոջ, ամեն։ Հիմա ուզում եմ մի քանի բան նայենք, եկ մի քանի բան նայենք, ուզում եմ մի քանի կարևոր բաներ նայենք, սրանք այն ամենն են, ինչ ես մտածում եմ քրիստոնյա մանուկ մարդու մասին, եկ մի քանի բան նայենք, մանկությունը հրաշալի ժամանակ է, երբ վերքերը լինում են միայն ծնկների վրա, այո, բայց մանկության մեջ հավերժ մնալը դա տգեղ երևույթ է, մանկությունը գեղեցիկ է մի ժամանակի մեջ, բայց նրա մեջ երկար մնալը դա տգեղ է, հաջորդը, երբ մանկության տարիների վերքերը, եթե այդ վերքերը միայն ծնկների վրա էին առաջ, ապա մեծահասակ տարիքում դրանք մնում են մեր սրտերի վրա, համարվում են կյանքի դասերից ստացած կնիքներ։ Եթե առաջ մանկության մեջ քո ոտքերի վրա էին միայն, մեծացար այդ վերքերը հետդ տարան, հիմա դրանք դարձան կյանքի կնիքներ քո սրտի մեջ։ Ինչա պետք անել։ Պետք է լսել Աստծո խոսքը, խորանալ Աստծո խոսքի մեջ, որովհետև ինչ ասում Աստծո խոսքը։ Ասում է հետևյալը. եթե քո կյանքում բացակայում է ուսուցումը, ապա այնտեղ հյուր կգա բարդությունը։ Եթե դու չես սովորում սիրել լսել Աստծո խոսքը, որից կփոխվի քո կյանքը, ապա դրան կգա փոխարինելու բարդությունը, ուսուցումը քեզ կբարձրացնի, իսկ անուսում մարդը ներքև կիջնի։ Այո, ես հիմա ասեմ, ինչու համար եմ ես սա օրինակ բերել։ Գիտես, մարդիկ կան, որ չեն սիրում կարդալ, Աստծո խոսքը չեն սիրում կարդալ, քեզ մի բան թույլ տուր ասեմ, սա այն օրն է, սա այն կիրակին է, որը քեզ շատ մտածելու բաներ պիտի տա, որ դու գնաս տուն։ Եվ գիտես դրանցից որն է, եթե դու հեռու ես Աստծո խոսքից, եթե դու հեռու ես աղոթքից, ես քեզ խորհուրդ կտամ ոչ մի մարդու հետ մի հանդիպի, դու վտանգավոր օբյեկտ ես։ Հիշում եմ մի անգամ Ջոյս Մայերը, ով է ճանաչում Ջոյս Մայերը, փառք ասում բոլորդ, Ջոյս Մայերը մի բան ասեց, եթե ես ընդամենը 3 օր, լսում եք, 60 տարվա, եթե չեմ սխալվում 60 քանի տարվա կարոզիչ է, ասում է, եթե ես 3 օր չաղոթեմ և 3 օր Սուրբ Գիրք չկարդամ, ես խնդրում եմ իմ տան անդամներից սկսած, փախեք ինձանից, ես ամենավտանգավոր մարդն եմ ձեզ համար, ճիշտ ասում, եթե դու Աստծո խոսքը չես կարդում, եթե դու, դիմա այսքան բանը, որ դու էկրանի վրա տեսա, ձեզանից շատերն այսօր առաջին անգամ դա կարդացին, բայց եթե դու դա իմանայիր, դու կմտածեիր դրա վրա, այո, հիմա մի հատ տեղ եմ ուզում գնանք գործ կառաքելոցից, ինչու եմ ուզում ստեղ գնանք, որովհետև ես ուզում եմ,
մեր միստիկ մտածելակերպից հաջորդ տարի փոխվենք մի քիչ ավելի խորը բաների մեջ։ Դու հələ մինչև հիմա նստած մտածում ես, այս նրանք չեկան մեր տուն, մենք խի գնանք, սա չներեց ինձ, ես խի ներեմ, այս ինչը մեր ծնունդին չեկավ, ես խի գնամ, կամ այն ինչը ինձ փողեր պարտվե, բանը չտվեց այս տարի, խռովեցի եւ այլն, այս կոմենկոմ հազար ու մի պատճառներ եւ այլն։ Հələ այս հարցերն ես նստած քննարկում, մի ամբողջ տարի քննարկեցիր, նույն տեղում դոփեցիր, եթե դա շուրջ տաստանես 26 թվին այդտեղ ենք դոփելու, այդտեղ ենք անընդհատ կանգնած տեղս են դմդմփալու ու 26-ն ենք այդտենց ավարտելու։ Էլ տարտունջով այդ բանով, բայց Աստված քեզ գիտես քեական չէ։ Չի կանչել որ 40 տարի ստեղ գաս ու 40 տարի հələ Աստված քո մեջի ցանի մանկությունը։ Այդ երեխայական բաները համոզի քեզի որ կաթի փոխարեն քեզ մի սեպել։ Ես ուզում եմ հիմա դու էկրանին նայես, թե նա 2026-ին ինչ է քեզանից սպասում։ Գործք առաքելոց 15-րդ գլխում սա առաքյալների առաջին Երուսաղեմի մեծ ժողովն էր, որտեղ հավաքված էին Հիսուսի բոլոր 12 առաքյալները, նա արդեն համբարձվել էր երկինք եւ առաքյալները ժողով էին անում։ Ստեղ չի գրված որ առաքյալներին ամեն մեկին մի 10 տարի պահանջվեց մարդ դառնային, հասուն դառնային, հետո անցնային Աստծո գործերն անելու։ Սիրելիս այստեղ նայիր։ Ասում է եւ նա 15-րդ գլուխն է։ 15-րդ գլուխն է, Երուսաղեմի առաջին ժողովն է, հավաքված են առաքյալները եւ մեջներից դուրս է գալիս Հակոբոսը, Հիսուսի մարմնավոր եղբայրը եւ մի ամովսի մարգարեությունից մի մեջբերում է անում։ Հիմա ես կտրուկ անցում արեցի մանկությունից, կտրուկ անցում եմ արել մանկական վիճակից, հիմա խոսում եմ հոգեվոր վիճակ, ինչ է սպասում Աստված ինձանից եւ քեզանից 2025 թվականին։ Նայ։ Գործք առաքելոց 15-րդ գլուխ Սրանից հետո կդառնամ եւ Դավթի վայրընկած բնակարանը կշինեմ եւ նրա քանդվածները նոր կշինեմ եւ կկանգնեցնեմ նրան որ մարդկանց մնացածները Տիրոջը խնդրեն եւ այն բոլոր հեթանոսները որոնց վրա իմ անունը կանչված է ասում է Տերը նա որ այս բոլորը անում է Հիմա դուք ասես ինչ է նշանակում առաքյալները հասկացել էին որ Հիսուսը եկավ այս աշխարհ ոչ միայն հрьяաների համար, այլ նա եկավ նաև ամբողջ աշխարհի համար։ Ասում է Դավթի ընկած տապանը, Դավթի ընկած խորանը, բնակարանը շինել է պետք, բարձրացնել է պետք եկեղեցին, հա, որ այստեղ կան նաև այն մնացորդները դրսում հեթանոսների, որոնք մեզ նման կարիք ունեն փրկություն ստանալու եւ ճանաչելու Աստծուն, լոկալ մտածելակերպից Աստված ուզում է փոխի քեզի դարձնի տոտալ մտածելակերպ ունեցող մարդու բայց մենք հələ նստած ենք էսը ասեց այնի չասեց էսի բերեց այնի չբերեց հələ նեղվում ենք էսի sense քաթով նայեց ես խնդրում եմ հաջորդ տարի էսի մաքրի ահա պատճառ որ կարող է լինել ահա լուրջ պատճառ որը կարող է չգոհացնել Աստծուն եւ կտրել քո վրա Աստծո ունեցած հաճությունը մանկություն հոգեվոր մանկություն սա լավ է մի ժամանակ բայց վտանգավոր է եթե որոշես սրա մեջ երկար ապրել կամ մարդ որ ինձ հասկացավ ասում ա վերկացեք գործ արեք Տիրոջ համար հաջորդ տարի Տերը սպասում է որ եկեղեցին բարձրացնես հաջորդ տարի Տերը սպասում է որ ընկածներին, կոտրվածներին, մեղավորներին բերես լսի ընկեր, եղբայրս ինձ նայի Հիսուսն է գալիս տան ու Տերը աշխարհը վերադառնում հələ քո տան անդամները այստեղ չեն հələ քո երեխաները պատերազմում են ավետարանի դեմ հələ քո երեխաները կամ քո որոշ հարազատները պատերազմում են Աստծո դեմ Ժամանակն է այդ մանկությունից դուրս գալու եւ մտածելու այսպիսի բաների վրա ահա սա այն է ինչ որ Աստված 2026-ին այս եկեղեցուց պահանջում է բարձրացրեք եկեղեցին եւ գտեք այն մնացորդներին հեթանոսների մեջ որոնք դեռ չեն ճանաչում ինձ սա արեք որովհետեւ այս անելուց ասում է ամեն պտուղ բերողին Հիսուսն ասեց հայրս կմաքրի ամեն իսկ հիմա մի հատ բան եմ ուզում քեզ ցույց տալ մի հատ նկար Այսին դայր հաջորդ տարի մի քանի կիրակի տրամադրելու եմ խոսելու այս տաճարի գավիթի եւ կառույցի եւ ուրեմն նշանակության մասին բայց այսօր մի բան եմ ուզում ասել գիտեք հավատացյալներ կան որոնք տրոհվում են բաժանվում են 3 կատեգորիայի ես այստեղ կխնդրեմ որ հիմա դու քեզ գտնես
Հավատացյալներ կան, սա տաճարի կառուցվածքն է։ Տաճարի կառուցվածքներ, Սողոմոնի տաճարի կառուցվածքներ։ Կար ձեր տուն որ գալիս են սկզբից բակ են մտնում, թե միանգամից մտնում են ձեր խոհանոց։ Մի հատ բակ են չէ մտնում, մի հատ ձեր բակ են մտնում, սենց անցնում են, հետո գալիս են տուկ ձեր դուրն են ծեծում։ Բակ գոյություն ունի, բակ։ Հավատացյալներ կան, որ մնացել են դեռ հələ բակում։ Դենց հազարից մեկը կգամ բան, երբ ազատ կլինեմ եվատ կգամ, օքեյ, հարչի, դեր դսերում են, տերիտորիայի մեջ են, կծված են իբր թեմ եկեղեցում, բայց զգում ես, որ ստեղ չեն, դսում են։ Մի տեսակ կա անցի երկրորդ մասին, այդ holy place, այդ անցի այդ մասին, ատեղ հավատացյալներ են, որ հասկացել են պետք է գալ եկեղեցի։ Հիմա դուք ասես պարտիրոջ հետի մենք ենք, հավատացյալներ կան, որ հասկացել են պետք է լինել եկեղեցում, որովհետև երբ այստեղ հաղորդություն է տրվում, հաղորդության ժամանակ դու հաղորդակցվում ես Քրիստոսի հետ։ Ահա ինչու է պետք գալ եկեղեցի, որովհետև երբ որ հաղորդություն են քեզ այստեղ տալի, դա ժամանակն է, այն ժամանակն է, երբ Քրիստոսի մարմնի հետ դու ունես ունիկալնի հանդիպման հնարավորություն, եւ դա կոչվում է հպվել Տիրոջը, որովհետև ասում է ընթրիքի գաղտնելիությունը կայանում է նրա մեջ, որ Տերը այստեղ է։ Աստծո հետ կարող ես հանդիպել եկեղեցում։ Բայց, լավ է, շատ լավ է, երկրորդ տեղը սիրեցի երկրորդ տեղը։ Բայց ես երրորդ տեղել եմ տեսնում։ Ես երրորդ տեղ եմ տեսնում։ Այս երրորդ տեղում եղել ես թե չէ, այսի կմնա 2026-ի քեզ համար որպես մարտահրավեր։ Դրա անունն է սրբության սրբոց։ Լսեք, եղբայրներ եւ քույրեր, մարդիկ ովքեր սրբության սրբոց են մտնում, դու դա նրանց երեսից կտեսնես։ Թափում է խոնարհություն իրանց վրայից, խաղաղությունը, Աստծո իմաստությունը, ամենը թափում է իրանց վրայից։ Մարդ, որ քայլում է սիրո մեջ, մարդ, որ միշտ քեզ հիշում է, մարդ, որ միշտ քեզ զանգում է, մարդ, որ քո համար աղոթում է, սա մարդը, ով որ հանդիպել է ներքին սենյակում, որտեղ վարակույրներն էին, սրբության սրբոցում Տեր Հիսուսի հետ։ Իսկ հիմա ուշադրություն էկրանին, դու որտեղ ես։ Սա կթողեմ քեզ վրա։ Արտաքին գավիթում, ներքինում, թե սրբության սրբոցում։ Ես ասում եմ, եթե դու կշտապես ասելու, ես սրբության սրբոցում եմ, ապա Հիսուսը մի բան կհիշեցնի քեզ։ Պետք չի բարձրաձայն խոսել, քո պտուղները քո մասին կխոսեն։ Քո պտուղները։ Այո։ Ինչ-որ մի բան վերցնում եք այսօր, խորհրդավոր հոգի կա այստեղ եւ դա ինձ դուր է գալիս։ Ավարտելուց առաջի մի հատ էլ լավ պատառ եմ ուզում տամ, շատ լավ պատառ։ Եվ սրանով ավարտենք այս տարվա վերջին ծառայությունը, բայց լեցվենք նոր ուժով, նոր հավատքով 2026-ը ամբողջովին փոխել։ Այո, որովհետև 2026-ի մասին ես հունվարի 4-ին կխոսեմ այստեղ։ Թե ինչ է սպասվում 26 թվականին աշխարհում, 25-ի մասին ինչ խոսեցինք, այն տեսանք, պատերազմներ եւ այլն, հազար ու մի բաներ, ամեն ինչ դեպի շատ վատի գնաց, բայց 26-ից ինչ էր սպասել։ Քեզ կփրկի գիտես ինչը, լինել հաճախակի Աստծո տանը։ Դա քեզ կփրկի։ Ելից 33-ի 13-ում մի բան է գրված։ Եվ հիմա աղաչում եմ, թե քո առաջին շնորհ գտա, խնդրեմ ինձ իմացրու, ուշադիր այստեղ, լսեք, խնդրեմ ինձ իմացրու, հրաշալի բան է, որ այնտեղից երեխաների գորգորոցը գալիս է, նոր տարի են տոնում, փառք Հիսուսին, այսպես մեծանում են ձեր երեխաները Աստծո խոսքի մեջ, հենց ղժղժոցը նայեք, ես օրտնվեցի, իրանք ինչ չեն խանգարում, էսի սուրբ ղժղժոցը, փառք Հիսուսին, նրանք այս պատերից են կողմ մեծանում են Աստծո խոսքի մեջ, ահա նրանց ուրախությունը վայելեք, բայց ես վերադառնամ խոսքին, եւ հիմա աղաչում եմ, թե քո առաջին շնորհ կգտա, խնդրում եմ ինձ, իմացրու քո ճանապարհները, որ ճանաչեմ քեզ, որ քո առաջին շնորհ գտնեմ, եւ տես, որ այս ազգը քո ժողովուրդն է։ Ես ուզում եմ այս կոնտեքստի մեջ չափից դուրս մի հատ կարևոր բառ դուրս անեմ։ Չգիտեմ ում համար որ բառն էր կարևոր, բայց ես այստեղից դուրս եմ անել հետեւյալ բառը։ Խնդրում եմ Տեր, ճանաչացրու ինձ քո ճանապարհները։ Ճանապարհները կարևոր բան են, բայց կարող է ճանապարհից ավելի կարևոր բան գտնեմ ստեղ։ Չէ, հիմա լսիր։
ասում բացիր ինձ քո ճանապարհները, ճանաչեցրու ինձ քո ճանապարհները, հա, որ ես քեզ ճանաչեմ։ Եկ մի բան նայենք։ Հայտնությունն այն մասին, թե որ ճանապարհով գնալ, օգնում է մեզ ճանաչել Աստծուն։ Այո, որ ճանապարհով գնալ, ես այսօր այստեղ այդ ճանապարհը քեզ ցույց տվեցի։ Արդարության, խոնարհության, հավատքի միջոցով գնացողը կգոհացնի Աստծուն, իսկ եթե գոհացնի, արդյունքում կարժանանա նրա հաճությանը։ Իսկ հիմա լսիր հաջորդը։ Դες ինչ ասաց Հիսուսը։ Ուզում եմ, որ դու շարադրանքը տեսնես ինչպես է Հիսուսն ասել հերթականությունը։ Նա երբեք ոչ մի բան ոչ ավել, ոչ պակաս կասեր, ոչ էլ տեղերը կփոխեր։ Նա ասաց. Ես եմ ճանապարհը։ Նա չասեց ես եմ կյանքը։ Նա չասեց ես եմ ճշմարտություն առաջինը։ Նա առաջի տեղում դրեց ինչը ճանապարհը։ Ուրեմն ուշադրություն, Մովսեսն աղոթում էր. ինձ ճանաչացրու քո ճանապարհները, Տեր, այդ ինքան կարևոր է ինձ համար, որ իմանամ ով ես դու ով ես, որ ինձ կանչել ես, դու ուր ես ինձ տանում, Տեր, նպատակդ կանչելու որն է, դե ճանաչեցրու ինձ քո ճանապարհները։ Հիսուսն ասաց, այո, ես եմ ճանապարհը, հետո ասեց ես եմ ճշմարտությունը, նոր վերջում ասեց ես եմ կյանքը, ինչու, այս երեք դասակարգումը այս ձեր տեղավորեց Հիսուսը, որովհետև եթե դու գիտես քո կյանքում, որ մարշրուտնիով գնաս, մարշրուտդ որն է, մարշրուտդ կտանի քեզ ճիշտ է, ու եթե դու գտնվես ճիշտ տեղում, դու այդ ճիշտ տեղում մի բան ես վայելելու, ինչի անունն է կյանք, ճանաչիր մարշրուտը քո, այո, ճանաչիր քո ճանապարհը, ուր է տանում քեզ, չես իմանում աղաղակիր, չես իմանում ասա, ինձ այդ ծառայության վերջում ես բառադուր եկավ, ճանաչեցրու ինձ քո ճանապարհը, Տեր, որ ճանաչեմ քեզ, որովհետև եթե ես հասկանամ իմ մարշրուտը, դուք որ նավիգեյշն եք օգտագործում, տանում ա ձեզի ձեր ուզած տեղը, որ տանում ա, ասենք ծնունդ էիք գնացել, հրավիրված եք Սանտա Կլարիտայում ծնունդին։ Դուք գալիս եք այստեղից, Նորթ Հոլիվուդից շարժվում եք, Սանտա Կլարիտան չգիտեմ որտեղ է, բայց նավիգեյշնը այս մարշրուտը վերցրել է եւ քեզ ասում արխային եղի, ես քեզ կտանեմ, հասար Սանտա Կլարիտա, հասար եկար ծնունդին, վայելեցիր այդ ծնունդը, օրտնվեցիր դե, այս մկյանքն այսպես է, ճանաչիր ճանապարհդ կտանի ճիշտ է, իսկ ճիշտ տեղը կթույլ տա քեզ վայելելու քո կյանքը։ Ամեն։ Եթե դու գիտես, որն է մարշրուտը, ուրեմն այն կտանի քեզ ճիշտ տեղ։ Այո, ճանապարհ, ճշմարտություն ճիշտ եւ վայելել կյանք իրար հետևից է գրված։ Ճիշտ մարշրուտը տանում է ճիշտ տեղ, իսկ ճիշտ տեղում դու կվայելես կյանքը, թույլ նրան բարձր ծափահարություն։ Եվ ես ուզում եմ ավարտելուց առաջ ունեմ դեռ 2 րոպե, մի բան էլ նայենք եւ եկեք կանգնենք ոտքի։ Կարևոր է ոչ միայն իմանալ Աստծո գործերը, ավելի կարևոր է իմանալ նրա ճանապարհները քո ճակատագրի համար։ 2026-ին ես քեզ մի նոր աղոթք եմ ուզում տալ, որ գնաս աղոթես, Տեր, 2026-ին աղոթելու եմ հետևյալ աղոթքով, ճանաչեցրու ինձ քո ճանապարհները, որ ճանաչեմ քեզ, իսկ եթե ճանաչեմ քեզ, դա նույնն է, թե գոհացնես Աստծուն, կարժանանաս նրա հաճությանը, ամեն, եթե կասես ամեն, եկ միասին ոտքի կանգնենք, հալելույա Փարտիրոջը, եկ միասին ոտքի կանգնենք, լավ, և աղոթքով եզրափակենք այս տարվա մեր վերջին ծառայությունը, Սիրելի եղբայրներ եւ քույրեր, սա այն էր, ինչ Աստված իմ սրտին էր դրել։ Եվ ես վստահ եմ, որ մենք ունեցանք խոսակցություն մեծ մարդկանց հետ։ Մենք խոսակցություն ունեցանք եւ մենք պատգամ ունեցանք, իրար հետ խոսեցինք, որպեսզի մեր կյանքը նույնը չլինի, եկեք մի բան փոխենք։ Սկսիր սրանից, ճանաչեցրու ինձ քո ճանապարհները, Տեր։ Խնդրում եմ, որովհետեւ որ ճանաչեցնես, քեզ կճանաչեմ։ Իսկ եթե գիտես ով է Հիսուսը, իմացի կյանքը շահած մարդ ես, որովհետև այդ ամենը պետք է գալու քո կյանքի համար, քո ճակատագրի մեջ, ամեն։
Եկ փակենք մեր աչքերը եւ սկսենք աղոթել։ Հալելույա, փառք ես Տեր։ Ես ուզում եմ, որ դու ես բառը վերցնես։ Թվում է եղբայրս քույրս քեզ, թե դու ճանապարհները գիտես։ Թույլ տուր ասամ, այդքան էլ վստահ մի եղի, որ ամեն բան գիտես։ Նրան ճանաչելու համար Աստված քեզ մի ողջ գիտակցական կյանք է տվել երկրի վրա, որ նրան ճանաչես։ Մի թույլ տուր, որպեսզի Տերը ինձ եւ քեզ մեր անհնազանդության պատճառով 40 տարի պահի անապատներով քայլենք լացենք, քայլենք հարցնենք, այս խիսն ցեղով, ինչի եմ ես քայլում այս անապատներով, որպեսզի այս հարցը չտանք, պիտի կարողանանք հասկանալ, որ նա մեզ անապատներով տանում է, որպեսզի խոնարհեցնել սովորեցնի մեզ, եւ որպեսզի մենք ինքներս մեր սիրտը կարողանանք տեսնել, լինենք ինքներս մեր սրտերի քննադատները, ապա ոչ թե ուրիշի քննադատը։ Ամեն։ Եկեք խոնարհենք մեր գլուխը եւ սկսենք փնտրել Տիրոջը։ Իմ մեծագույն խնդրանքն է քեզ նոր տարվա նախաշեմին, բաց թող մարդկանց։ Եթե բաց չթողես, դու չներման խնդրից շատ կտառապես, դու հիվանդ կլինես, դու գիշերը մղձավանջ կունենաս, դու չես կարող հանգիստ ապրես, բայց Աստված Սաղմոսներից մեկում ասում է, Դավիթն ասեց, Աստծո խոսքում գրված է, Աստված իր սիրելիներին անուշքուն է տալիս։ Ես գիտեմ, որ դուք բոլորդ Աստծո սիրելիներն եք, եւ որպեսզի քնեք խաղաղությամբ, հանգիստ հոգով, դատարկ հանգիստ սրտով, խաղաղ գլխով, արձակիր բոլորին, ներիր բոլորին Հիսուսի անունով։ Լավ, ես նախադասությունս փոխեմ, որ ավելի պարզ լինի։ Հիսուսի խաթր բոլորին ներին։ Հիսուսի խաթր բոլորին ներին։ Լավ։ Հիսուսի խաթր ներիր բոլորին, ովքեր այս տարի ցավացրել են քեզ, ովքեր այս տարի կոնֆլիկտներ են բերել քո կյանքում, ովքեր այս տարի բաներ են խոստացել քեզ եւ չեն արել, ովքեր այս տարի հիասթափեցրել են քեզ, ովքեր այս տարի ցավացրել են քեզ, ովքեր այս տարի դավաճանել են քեզ։ Ես խնդրում եմ, որ հենց հիմա քո կանգնած տեղում ասես Տեր, քո խաթր, քո անվան համար արձակում եմ այսինչ այնինչ անձնավորությանը եւ օրհնիր եւ ասա, գնա քո ճանապարհով, արձակում եմ քեզ, գնա խաղաղության մեջ, Տերն է մեր ամենքիս դատավորը, այո, հալելույա, փառք ես Տեր Հիսուս, փառք ես Հիսուս,